Բարև ձեզ սիրելի ունկնդիրներ, ես Օֆելիա Կամավոսյանն եմ։ Հանրային ռադիոյի եթերում կրկին երկրորդ շնչառությունն է։ Առաջին հայկական մեդիա նախագիծը նախատեսված 60 եւ ավելի տարեկան անձանց համար։ Մենք անդրադառնում ենք ավագ սերնդի ներկայացուցիչներին հուզող բոլոր թեմաներին՝ առողջ ապրելակերպ, վաստակած հանգիստ, աշխատանքային իրավունք, հոբբիներ։ Հաղորդման շրջանակում ներկայացնում ենք նաեւ այն անհատներին ու գործիչներին, որոնց կյանքի տեմպը կարող օրինակ լինել բոլորիս համար, այնպես որ նորթափ եւ երկրորդ շնչառություն վերցրեք այսօրվա մեր հյուրը բացառիկ մի մարդ է, թույլ տվեք այդպես ասել, Լևոն Եպիսկոպոսյանը, գենետիկ, մարդաբան, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, բարի օր ձեզ, շատ շնորհակալ եմ, պատիվ եմ համարում, որ եկաք։ Բարև ձեզ, ես եմ շնորհակալ, որ համարեցիք իմ անձը համապատասխան ձեր հաղորդման համար եւ ոչ միայն տարիքի բերումով։ Նու կարծում եմ տարիքի բերումով մայրս 94 տարեկան է, մյուս անգամ մայրիկիս կհրավիրեք, եթե տարիքի բերումով։ Ես եմ գալու, հարկ կհամարեք տարիքը ասել, պարոն պրոֆեսոր, թե չէ, թե թաքցնում եք։ Ձերը։ Ես 73, այս տարի կլինեմ 74, տարվա վերջում այո։ Տեմպը ոնց եք զգում, այսինքն կեսաթոշակի տարիքի մեջ եք արդեն։ Գիտեք, սովորաբար եթե մարդ սկսում է մտածել թե տեմպը ինչպես է զգում, թե չգիտեմ ծանր է բարձրանում աստիճաններով, թե թեթև է բարձրանում, արդեն նշանակում է, որ ուղեղը ծանրաբեռնված է։ Ուղեղը չպետք է շատ ծանրաբեռնված լինի հենց այդ հարցերով։ Ուղեղը պետք է ծանրաբեռնված լինի այն հարցերով, որոնք ուրախացնում են, որոնք թեթևացնում են եւ երջանկացնում են մարդուն։ Պետք է այդ ծանրացնող բոլոր մտքերը պետք է զերծ մնաս դրանցից։ Ձեզ ինչն է ուրախացնում, գործով եք ապրում, գործն է ոգևորում։ Գիտեք, կան մարդիկ, որոնք ասում են իմ առաջնայինությունը դա իմ աշխատանքն է, կարծում եմ այդ մարդիկ կամ ստում են կամ այդքան էլ երջանիկ չեն կյանքում։ Իհարկե կյանքում ամենաերջանկացնող մթնոլորտը դա ընտանեկան մթնոլորտն է։ Ինչ ուզում են ասեն, ինչպես ուզում են մեկնաբանեն, ես կարծում եմ, որ այն մարդիկ, ովքեր կտրված են ընտանիքից, չունեն հնարավորություն ավելի շատ շփվեն ընտանիքի անդամների հետ եւ հատկապես երբ որ դու արդեն տարիքը դառնում ես եւ ունես հնարավորություն շփվես արդեն ավելի երիտասարդ սերնդի հետ, ասենք թորնիկների հետ, դա լրիվ ուրիշ արդեն շունչ է քեզ հաղորդում։ Ես կարծում եմ, որ երջանիկ մարդիկ այն մարդիկ են, ովքեր կարողանում են անընդհատ երիտասարդների հետ շփվեն։ Եվ երիտասարդները դա չի նշանակում ինչ որ 17, 18, 20, 25, ոչ, նաև նորածին երեխաների հետ։ Դա էներգիա է քեզ հաղորդում։ Եվ ես դա գիտեմ որպես նաև մասնագետ գիտեմ, որ դու պետք է անընդհատ շփվես երիտասարդների հետ, որպեսզի քո էներգիան անսպառ լինի։ Թե չշփվելով, չգիտեմ, մեկուսանալով, քեզ առանձնացնելով, դա կյանքի ուղի չի։ Որակ չի տալիս կյանքին։ Ես հիշում եմ մեր կարող եմ ասել վերջին հանդիպումը հարցազրույցը 15-20 տարի առաջ շատ տպավորված էի ձեր գործունեության ոլորտով, ձեր բացահայտումներով, դուք արդեն մոտ 50 տարի ստացվում է գիտության մեջ եք։ Ավելին։ Հա, դե իմ հաշվարկներով, համեստ հաշվարկներով, ուզում եմ որ ասեք, թե կարմիր թելի պես ինչ եք, իհարկե շատ դժվար է մի նախադասությամբ կամ կարճ ասել, բայց կարմիր թելի պես ինչ եք տեսնում հայի նաև ինքնության մասով։ Գիտեք, գիտության մեջ մարդիկ սովորաբար աշխատում են երկու ձևով, կան գործընկերներ ունեմ, ովքեր սկսել են իրենց կուրսային աշխատանքը, դիպլոմային աշխատանքը շարունակելով նույն թեման, տեխնացականը, դոկտորականը եւ դրանից հետո նույն թեմայի շուրջ, այդպես ասած, պտտվում են, խորանում են, լայնացնում են, բայց նույն թեման ամնում։ Իրականում նույն թեման ամնում եւ դա կախված է մարդու խառնվածքի հետ։ Մարդ կա, որ իրոք շատ մեծ հաջողությունների է հասնում, շատ մեծ բացահայտումներ է անում, լինելով, աշխատելով նույն ոլորտում։ Ինձ մոտ դա այդպես երևի չի համապատասխանում իմ խառնվածքին, ես սիրում եմ, ասենք, տարբեր բաներով զբաղվել։ Պրպտել, փորել։ Նու երևի դա իմ գենետիկական կառուցվածքն է ինձ ստիպում, ուղղակի ոչ թե հաղորդում ստիպում, եւ այդ երևի դրա տակ այդ ճնշման տակ ես այսպես սկսում եմ մի քիչ ավելի լայն ձևով փորձել ինձ պահել, ավելի ընդարձակել իմ հետաքրքրությունները
Եվ դրանով է պայմանավորված, որ ասենք իմ դիպլոմային աշխատանքը եղել է ինչ-որ մի թեմայով, տեխնացականը ուրիշ թեմայով, դոկտորականը մի այլ թեմայով, դոկտորականից հետո աշխատել եմ մի քիչ էլի շարունակելով դոկտորականի, բայց արդեն հեսա մոտ 25 տարի է, նույնիսկ մի քիչ ավել, որ արդեն մտել ենք այն մի նոր ասպարեզ իմ գործընկերների հետ միասին, որը հենց այդ ժամանակ էլ սկսվել է 90-ականների սկզբներին սկսվել է եւ ասեմ որ Հայաստանը փաստորեն այդ առաջնային այդ դիրքերում է ինչը վերաբերում է այսպես կոչված մոլեկուլային կամ գենետիկական մարդաբանությանը դա այն ոլորտն է, որը թույլ է տալիս վերականգնել ժողովրդի գենետիկական պատմությունը, վերհանել նրա արմատները, նրա, չգիտեմ, տարբեր միգրացիաները եւ դա կատարվում է շատ ստույգ մեթոդներով, նորագույն մեթոդներով եւ այդ ասպարեզում մենք մեր տարածաշրջանում առաջինն ենք կարելի ասել մեր համեստ աշխատանքի շնորհիվ առաջինն ենք եւ դրանով ես կարող եմ եւ ուրախանալ եւ հպարտանալ։ Իհարկե, երբ մենք պայմանավորվում էինք, դուք ասացիք, որ դաշտային աշխատանքներ էլ ունեք, շատ զբաղված եք, հազիվ այս ժամանակը գտանք, դաշտային աշխատանքները որ ուղղությամբ են, ինչ եք ուսումնասիրում։ Նայեք, սովորաբար դաշտային աշխատանքների մասին որ խոսում ենք, դաշտային աշխատանքը կարող է եւ ունենա եւ երկրաբանը կարող է ունենա դաշտային աշխատանք, դաշտային աշխատանք ունի եւ հնագետը, եւ հնեաբանը ունի, եւ ազգագրագետը ունի, երբ որ նա գնում է, ասենք ինչ-որ հեքիաթներ է հավաքում, տարբեր բանահյուսության հետ կապված նյութ է հավաքում, դա էլ է դաշտային աշխատանք։ Մեր դաշտային աշխատանքը այսպես բառացի դաշտային աշխատանք է, քանի որ մենք աշխատում ենք եւ որպես հնագետ, որպես հնեաբան, այսինքն մեր աշխատանքը հնեաբանի աշխատանքը, հնաբանական աշխատանքը սկսվել է 25 տարի առաջ, երբ որ մենք վերաբացեցինք, վերսկսեցինք պեղումները հայտնի դա Ազոխի քարանձավներ։ Ազոխի քարանձավը, որտեղ մշակութային այդ շերտը 13 մետր խորություն ունի կամ ասենք բան ունի շարունակականություն ունի 13 մետր շարունակականությունը դա շատ հարուստ մեծ հարուստ այսպես նյութ է պարունակում եւ Ազոխի քարանձավը որը ցավոք ստիպված մենք թողեցինք հետո մենք անցանք սկսեցինք պեղել քարանձավ որը տարբերվում էր Ազոխի քարանձավից, չունենալով այդքան հարուստ շերտեր, բայց շատ մի բանով գերազանցում էր, ուրիշ բանով գերազանցում էր, քանի որ այնտեղ ԴՆԹ-ի պահպանվածությունը շատ ավելի բարձր մակարդակի էր եւ մեզ հաջողվեց այնտեղ հայտնաբերել ոչ միայն ոսկրանյութ վերաբերում էր եւ կենթանիներին եւ մարդուն եւ դրանցից անջատել ԴՆԹ-ն այսօր դա շատ, այսպես ասած տարածված, շատ պահանջվող նյութ է որը թույլ է տալիս վերականգնել մեր անցյալը, մեր կենթանիների անցյալը, մեր էկոլոգիան, մեր տարածաշրջանում ոչ թե միայն մոդելավորման ձևով, այլ նաև ունենալով կոնկրետ նյութ եւ այդ նյութի հիման վրա մենք ունենք հնարավորություն վերականգնել պատմությունը, մեր կենսաբանական պատմությունը։ Պարոն պրոֆեսոր, մի հարց շատ է հիմա քննարկում, որ մենք հին ենք, նկատի ունեմ հայ ժողովուրդը, մենք բոլորս, եւ այդ հինը լավ չէ, որովհետեւ խառնամուսնություններ չեն եղել, այսինքն այն ինչ որ մենք հիմա ունենք արժեքների, այս վրանայման անհրաժեշտություն, այն ամեն ինչում որ մենք հայտնվել ենք, որ քաղաքականության մեջ շատ չգնանք, բայց տեսակետ կա, որ այդ հին լինելը այնքան էլ լավ չէ, որ նոր ժողովուրդները ավելի խելացի են, ավելի կենսունակ են, ինչպես եք դրան վերաբերում, որքանով է դա գիտականորեն հիմնավորված։ Դա շատ կարևոր հարց է եւ ասեմ, որ մեր գենոֆոնդի համար, մեր ժողովրդի համար դա շատ լավ ուսումնասիրված է։ Վերջերս լույս տեսավ մեր էլի տենց շատ կարևոր արդյունքներից մի մասը, որը հրատարակվեց American Journal of Human Genetics առաջատար հանդեսներից է, որտեղ այդ հարցին
պատասխանը, չեմ ասում լիարժեք այն արդեն սպառիչ պատասխան կա, բայց գիտության մեջ պետք է աստիճանաբար մոտենաս այդ հարցի ցանկացած հարցի պատասխանի, որը որ թվում է թե սպառիչ է, բայց երբեք սպառիչ պատասխան գիտության մեջ մենք չունենք։ Այսինքն մենք մոտենում ենք դրան։ Պատասխանելով կոնկրետ ձեր հարցին ասեմ հետեւյալը, որ հայ ժողովուրդը ինչպես դա բոլոր ժողովուրդներին է վերաբերում, չի ցակել, ասենք, մի նախահայրից եւ մի նախամայրից, այսինքն մենք ինչպես բոլոր ժողովուրդները եւ մեր տարածաշրջանում եւ ընդհանրապես երկրագնդի վրա մենք ունենք բազմաթիվ նախնիներ եւ ժամանակին դա եղել է մոտավորապես 5-6000 տարի առաջ այդ բազմաթիվ նախնիները հավաքվել են միտեղ եւ տարբեր գործոնների ազդեցությամբ, ասենք, ընդհանուր մի հատ ուրեմն սահմանափակ տարածք է եղել, ընդհանուր լեզուն է եղել, ընդհանուր մեր պատմա մշակութային ժառանգությունն է, որը մենք եւ ստեղծել ենք եւ օգտագործել ենք եւ դրա հիման վրա կառուցվել է, բյուրեղացել է մեր, այսինքն մեր ինքնությունը, մեր էթնիկական ինքնությունը, մեր նույնականացումը։ Եվ պարզ է, որ այստեղ ձեր հարցը վերաբերում է ոչ թե պատմամշակութային կտրվածքին ոլորտին, այլ գենետիկական ոլորտին, այսինքն որը կենսաբանական է։ Եվ շատ ճիշտ է հարցադրման, այսպես ասած, բանը, էությունը կամ դրա հետևությունները բանեն ունեն երկու ուղղվածություն։ Առաջինը դա հետևյալն է, եթե մենք 6000 տարվա ընթացքում կամ դրանից առաջ մեկուսացված լինենք եւ ապրեինք միայն մի փոքր տարածքում եւ մեր բոլոր ամուսնությունները տեղի ունենային միայն շատ փոքր զանգվածի ուրեմն սահմաններում, այդ դեպքում իհարկե մենք կունենայինք բավականին վտանգավոր հետևանքներ, որը կապված կլինի, ասենք, տարբեր վնասակար մուտացիաների կուտակման հետ եւ տարբեր ժառանգական հիվանդությունների տարածման հետ։ Այսինքն հիվանդացությունը այդ ժառանգական հիվանդությունների պատճառով կլիներ բավականին բարձր։ Բարեբախտաբար դա այդպես չի, քանի որ հայկական ուրեմն պոպուլյացիայի կամ հայ ժողովրդի կայացման ուրեմն ակունքներում եղել են բազմաթիվ ցեղախմբեր, ինչպես բոլորինը դա։ Եվ դա ոչ նսեմացնում է, ոչ էլ հարստացնում է մեր էությունը։ Դա ուղղակի, այսպես ասած, շատ բնական երևույթ է բոլորի համար, մենք էլ, այսպես ասած, բացառություն չենք, ենթարկվում ենք այդ ընդհանուր օրենքին կամ օրինաչափությանը։ Եվ պատմեմ հետևյալը, որ ունենալով այդպիսի ուրեմն բազմազան արմատներ, մենք առ այսօր պահպանել ենք բավականին մեծ բազմազան կամ շատ մեծ բազմազանություն։ Եթե մենք վերցնենք համեմատենք մեր գենետիկական բազմազանությունը, դա բուրգի, եթե այտենց վերածեմ ինչ-որ բուրգի նման, ասենք, մի ինչ-որ երևույթի, բուրգը միշտ կայուն այն դեպքում, երբ որ բուրգի հիմքը շատ լայն է, շատ մեծ տարածք է գրավում։ Ինչքան բուրգը բարձր է, այնքան նրա հիմքը պետք է մեծ լինի, որպեսզի նա պետք է ուրեմն լինի կայուն։ Եվ մեր կայունությունը գենետիկական, կենսաբանական կայունությունը հետ պայմանավորված է մեր գենետիկական ընդգրկունությամբ ասենք, տարբերակների քանակով։ Մեր գենետիկական տարբերակների քանակը, ծավալը շատ մեծ է։ Մենք գերազանցում ենք մեր հարևան վրացիներին, դա այդպես է ստացվել, բայց համարյա չենք զիջում մի նոր ժողովրդի կամ ժողովրդի, որը որ ես համարում եմ, որ դա շատ մեծ, ոչ թե ձեռքբերում, դա շատ մեծ առավելություն է մեզ համար, Թուրքիայի բնակչությունը սկսել է կազմավորվել մոտ 500 տարի, երբ ստեղծվեց այդ պետությունը եւ այդ կայսրությունը, եւ մենք համարյա չենք զիջում։ Պատկերացրեք, Թուրքիան, որը ներառել է իր մեջ բազմաթիվ ժողովուրդներ, երբ որ ուրեմն թուրքախոս ցեղերը մտան այս տարածաշրջան, իսկ մենք որ ունենք 6000 տարվա վաղեմություն մեր գենոֆոնդի, համարյա հավասար են մեր բազմազանությունը գենետիկական։ Այդ է պատասխանը։ Այսօր եւ պետք է մենք չվախենանք, գուցե հարցը դուք կտայիք, բայց մենք չպետք է վախենանք նաեւ այն երևույթից, երբ որ հայերը ամուսնանում են օտարազգի, ասենք, ներկայացուցիչների հետ, այստեղ միակ մտավախությունը կապված է նրա հետ, որ կարևոր իրենք հայկական ինքնությունը չկորցնեն։
թուրքերը հակառակն էին անում, նրանք միշտ տարբեր ցեղերից վերցնում էին եւ տղաներ եւ աղջիկներ, բայց նրանք թուրքացնում էին։ Ես չեմ ասում, որ ստիպած սրի տակ պետք է թրքացնես կամ իսլամացնես, բայց մենք պետք է փորձենք ձգտենք հաշվի առնելով մենք փոքր ազգ ենք եւ հատկապես Հայաստանի սահմանների մենք 3 միլիոնից ավելի շատ քիչ ենք, դա շատ փոքր ազգ է եւ մեր մտավախությունը պետք է կապված լինի կամ մեր առաջնայինությունը մեր խնդիրների շարքում պետք է մենք տանք մեր ազգի, այսպես ասած, աճին այդ հարցին։ Հիմա շատ մոդա է, շատերը արտերկրում, նաև հարևան Թուրքիայում գենետիկ անալիզներ են հանձնում եվրոպական հայտնի լաբորատորիաներում, հիմնականում թե չեմ սխալվում, հենց Վիեննայում են հանձնում, որքան են դրանք հավաստի եւ այդ ձեր ասած ընդգրկունությունը շատերի մոտ է, որ պարզում են, հանկարծ պարզում են, որ իրենց գենում հայկական բաղադրիչ կա։ Ուրեմն իրոք դա շատ տարածված մի ծառայություն է, որը բավականին եկամտաբեր է, շատ եկամտաբեր է, բավականին շատ մեղմ։ Որքանով է հավաստի եկամտաբերը ոչինչ։ Նայեք, հավաստին ինչն է, տվյալները հավաստի են, մեկնաբանությունը հավաստի չէ։ Մեկնաբանությունը հրապուրելու համար է այդ մեկնաբանությունը, որպեսզի ավելի շատ մարդիկ ներգրավվեն եւ ինչքան ես գիտեմ, ասենք իմ փորձից ելնելով մարդիկ այսօր նվեր են տալիս իրենց, ասենք որևէ մեկի բանի հետ տարեդարձի հետ կապված նվեր են տալիս ոչ թե չգիտեմ գրիչ, ոչ թե գիրք եւ այլ, այդ վաուչերն են տալիս, որպեսզի գենետիկ անձնագիր ասենք, գենետիկական այդ անալիզի, ասենք բաները ստանա, արդյունքները ստանա եւ իմանա իրենց ուրեմն պատկերացմամբ թե ինչքան տոկոսով են դրանք, ինչքան տոկոսով են, չգիտեմ, իտալացի եւ այլ։ Այստեղ իհարկե այստեղ ոչ մի գիտություն չկա, ոչ մի իսկություն, ոչ մի ճշմարտություն չկա։ Ճշմարտությունը այն է, որ իրոք նրանք իրականացնում են այդ գենետիկական վերլուծությունը, անալիզը եւ վերականգնում են եւ հայրագծային, այսինքն հայրիկի այդ գենետիկական պատկերը Y քրոմոսոմի հիման վրա եւ մայրականը միտոքոնդրիումային, որը մենք ժառանգում ենք միայն մայրական գծով։ Տղամարդիկ դա չեն փոխանցում հաջորդ սերնդին, միայն մայրական գծով, այսինքն կանայք են փոխանցում։ Եվ այստեղ մենք իհարկե դրա դեմ առնելը շատ դժվար է, քանի որ այնքան եկամտաբեր է այդ բիզնեսը, որ լավագույն արդեն հաջողությունների, բարձր հաջողությունների հասած գիտնականները թողնում են իրենց լաբորատորիաները, թողնում են համալսարանները, իրենց ամբիոնները եւ գնում են այնտեղ, քանի որ այնտեղ աշխատավարձը, չեմ չափազանցնում, տասնապատիկ ավելի է։ Եվ այստեղ մարդիկ ուղղակի չպետք է խափնվեն եւ կամ տխրեն կամ ուրախանան, որ չգիտեմ մեկին ասում են, որ դու ունես այսքան տոկոս ուրեմն հայկական գենետիկական տար, այսքան տոկոս են մեկը։ Երբ որ մենք սկսում էինք այս աշխատանքը 20-25 տարի առաջ, ես սկսեցի արդեն հավաքագրել ԴՆԹ նմուշները եւ շատ զարմացա, որ այսինքն կիրթ մարդիկ, որոնք դու ճիշտ է տեղեկություն չունեին գենետիկայից, բայց վախենում էին, որ ես անալիզի հետևանքով կամ արդյունքները ցույց կտամ, որ մեկի մեջ, չգիտեմ, ինչ որ թուրքական մի տար կա, մի բաղադրամաս կա, այն մյուսը կամ այն մեկը, ինչ կա դրան։ Մենք բոլորս էլ խառնվել ենք, չգիտեմ, 10,000 տարի, 5-6,000 տարի առաջ եւ այն ժամանակ դեռ չի եղել այսպիսի հասկացողություն, որ մեկը հայ է, մեկը պարսիկ է, մեկը այս մեկը, դրանք բոլորը այդ ինքնությունը ձևավորվել է եւ բյուրեղացել է ընդամենը մի քանի հազար տարի առաջ։ Եվ դա ինչ է տեղի ունեցել այդքան քանի սերունդ, մի քանի 100 սերունդ առաջ եւ ընդ որում ամեն մի սերունդ մեր նախնիների քանակը կրկնապատկվում է։ Մենք ունենք 2 ծնող, 4 տատիկ պապիկ, 8 մեծ տատիկ պապիկ եւ այդպես շարունակ։ Եթե 100 տարվա մեկ դարի ընթացքում մենք ունենք 4 սերունդ, իսկ դա նշանակում է, որ 2-ը 4 է աստիճանում, պատկերացրեք դա ինչ է։ 16, 3, 8, 16, 64, ուրեմն մեծ պապիկ, մեծ տատիկ։ Իսկ եթե դա մի քանի 100 տարվա սերունդներ են, այսինքն դրանք հազարավոր են, այդ հազարավորից մեկը, որը եղել է իմ պապու կամ իմ մայրիկի, տատիկը, դրանք բոլորը արդեն մի կաթիլ են դարձել, ինչ որ մի հատ փոքրիկ մի մասնիկ են դարձել, որը ոչ նույնիսկ հետքել չեն թողել, բացի Y-ից եւ միտոքոնդրիումայինից։
պետք չի մտածել մեր գենետիկական ինքնությունը մի բան է, մեր ինքնության ընկալումը մեկ այլ բան է։ Լրիվ այլ բան է, դա այդպես ասած պատմական երևույթ է, սոցիալական երևույթ է, հոգեբանական երևույթ է, բայց ոչ թե գենետիկական, ոչ թե կենսաբանական։ Պարոն եպիսկոպոսյան, դուք ծնվել եք Գանձակում։ Այո։ Ձեր մանկությունից ինչ եք հիշում։ Մանկությունս հիշում եմ հետևյալը, որ մանկությունս շատ երջանիկ էր։ Մանկությունս երջանիկ էր, քանի որ ես ծնվել եմ ընտանիքում, որտեղ լիարժեք ընտանիք էր։ Մի բանը իհարկե, որը ինձ այդքան էլ չէր գոհացնում հետագայում, որ պապիկ չեմ ունեցել։ Պապիկս մահացել էր մինչև իմ լույս աշխարհ գալը, եւ հայր, մայր, ունեցել քույր, եղբայր, եւ շատ կարեւոր եմ համարում, որ ունեցել եմ տատիկ, որը շատ այն ժամանակ տատիկս 1900 թվականի ծնունդ է։ Այսինքն երբ որ ես ծնվել եմ, արդեն ինքը 50-51 տարեկան էր, եւ հիշում եմ հետեւյալ շատ պատկերավոր եմ հիշում եւ անուններն եմ նույնիսկ հիշում իր ինկերուհիների, իր հարևանների, հարազատների, որոնք գալիս էին տատիկիս մոտ եւ ասում էին Շուշան ինձ նամակ գրի, կամ այս նամակը կարդա, տարաճանած չէին։ Դե այդպես է եղել։ Գյուղից եկել են, ոչ բոլոր գյուղերում է եղել, ասենք, բաներ, դպրոց, իսկ տատս ավարտել է դպրոց, տատս լավ ուրեմն տարաճանաչ էր, եւ իմ առաջի տարերը, որ ես սովորել եմ, դա եղել է մեր հայկական տարերն են եղել։ Այն հին ուղղագրությամբ բարձա, հին գրաֆիկայով վերջը, եւ այսօր ես չգիտեմ, ցավով ասեմ կամ չգիտեմ, այդպես կարոտախտև եմ ընդունում, որ մեր այդ բանը, որ կարոտով, որ չի մնացել այդ հին բանը, այդ ուղղագրությունը էլի։ Հայերենը գիտեք, ռուսերենը գիտեք, ադրբեջաներեն, որպես չեմ ասում հայերեն գիտեմ, բայց ասենք երբ որ պետք է դասավանդման հետ կապված, աշխատանքի հետ կապված, ասենք հոդվածներ գրել, հաղորդակցվել մարդկանց հետ։ Ֆրանսերեն էլի խոսում եմ, էշը ցեղից անում եմ։ Իսկ դպրոցում հայկական դպրոց եք գնացել, ադրբեջաներեն սովորում էիք։ Ես գրացել եմ, քանի որ հայերեն իմացել եմ, հայերենը մեր իրողությունը այնպիսին էր, որ սովետական իշխանության ժամանակ, որ հայկական դպրոցները Հայաստանից դուրս էին մնացել Հայաստանի իշխանության բանից նրանց օգնությունից դուրս էին մնացել, նրանց տեսադաշտից դուրս էին մնացել։ Եթե ես դա գիտեմ, ուղղակի այդ իրողությունը շատ լավ գիտեմ, քանի որ մասնակցել եմ մի քանի ուրեմն դեպքերում, ադրբեջանական դպրոցները Հայաստանում ուշադիր հսկողության տակ էին ադրբեջանական ուրեմն իշխանությունների կողմից։ Նրանք այստեղ ուղարկում էին իրենց շրջանավարտներին, այդ իրենց համասարաններից կամ ասենք ինչ որ այդ մանկավարժական ինստիտուտներից այդ շրջանավարտներին ուղարկում էին այստեղ եւ բացի այն աշխատավարձից, որ նրանք ստանում էին այստեղ, նրանք լրացուցիչ աշխատավարձ էին ստանում նաեւ Ադրբեջանի իշխանությունից եւ նրանք տարբեր ոչ օրինական ճանապարհներով նաեւ օգնում էին, որ նրանք այստեղ ձեռք բերեն ինչ որ մի հողակտոր, ամուսնանան եւ մնան այստեղ։ Այսինքն դա քաղաքականություն էր, որը որ շատ հստակ կերպով իրականացվում էր։ Լրիվ հակառակ պատկեր տեղի է ունեցել հայկական դպրոցների ուրեմն վերաբերյալ։ Նույնիսկ չենք ունեցել մասնագետներ, երիտասարդներ երբեք չեն եկել, պետք է ստեղ ավարտեին, չէ՞, այդ մանկավարժականները եւ գային այնտեղ, պետք է կրկնակի աշխատավարձ ստանային եւ ստեղ եւ այնտեղ եւ դասագրքերի հետ կապված։ Պարզավոր այդ պայմաններում իմ հայրս, որը հայկական դպրոց է ավարտել, ինքը որոշեց, լավ, հայերեն դու գիտես, մենք ապահովել ենք քո գրագիտությունը, գնա ռուսական դպրոց, բայց փառք Աստծո, չի խանգարել իմ հայրենի իմացությանը։ Քաղաքը, վերաբերմունքը ինչ եք հիշում, հաշվի առնելով հիմա այս իշխանական իրողությունները։ Տարբեր բաներ իհարկե, քանի որ մենք մեծացել ենք հայկական թաղամասում, այդ հայկական թաղամասը եղել է մաքուր հայկական, այսինքն այնտեղ ամեն օր, ամենուրեք եւ ամենտեղ բոլոր անկյուններում հայկական հայերենն է հնչել, մեր բարբառը իհարկե։ Մենք շատ ենք ուրախացել, երբ գալիս էին ինչ-որ համույթներ էին գալիս, շատ ենք ուրախանում, երբ որ հայկական ինչ-որ ֆիլմ էին բերում, եւ նորից դժգոհությամբ պետք է ասեմ, որ դա շատ քիչ էր կատարվում։ Եթե այստեղ տարբեր երգչուհիներ էին գալի, երգիչներ էին գալիս Ադրբեջանից, եւ դա նորից խրախուսվում էր, նորից իշխանության կողմից,
մեզ մոտ ես շատ քիչ եմ հիշում, ասենք մինչև 16 տարեկանի ես ապրել եմ անընդհատ Գանձակում եւ ես հիշում եմ ընդամենը մի 2-3 դեպք եմ հիշում, որ մի անգամ ինչ որ թատրոն եկավ, այսինքն մի կոլեկտիվ եկավ, որ ընդ որում ուշ եկան եւ բանը փակեր, հյուրանոց փակեր եւ այդ ամբողջ այդ բանը խումբը մնաց գիշերը համույթը մնաց մեր տանը։ Էլ ոնց մոռանաք։ Հա, դե շատ հետաքրքիր էր գիշերը 11-ին, 12-ին որ զանգա, այսինքն դե փարքասու հեռախոս կար, բայց դա լավ հիշողություն է եւ հիշում եմ որ այդ մարդիկ երբ որ ուրեմն իրենց բեմադրությունը որ իրականացրեցին, իրենց պետք էր ինչ-որ մի երեխա 3-4-5 տարեկան երեխա եւ ես մասնակցեցի, այսինքն ունեմ նաեւ դերասանական ինչ-որ փորձեր ունեմ, փորձառություն ունեմ Երբ դուրս դրանք շատ լավ բաներ են եւ կարեւորը հիշում եմ որ մի անգամ էլ կոմպոզիտորներ եկան ուրեմն Հայաստան նույնիսկ հիշում եմ ով էր եկել եւ մենք նրանց հետ շրջեցինք գնացինք տարբեր հայաբնակ ինչ որ բան կենտրոններ ոչ թե գյուղեր այ շրջաններ կենտրոններ եւ այնտեղ հանդիպումներ ունեցան այդ կոմպոզիտորները մենք էլ որպես ուրեմն երաժշտական դպրոցի սաներ գնում էինք եւ հայկական ինչ որ բան էինք նվագում դա շատ լավ հիշողություններ են, բայց նորից ասում եմ, մեր հայկական ուրեմն օջախները դրսում շատ վատ ձևով են խնամվել կամ ուշադրության տակ չեն եղել Հայաստանի իշխանության կողմից։ Չեմ կարծում եմ որ նույնը շարունակվում է այսօր, կարծում եմ, քանի որ լինելով ասենք տարբեր տեղերում, Ռուսաստանում, ես չեմ տեսնում այդ համապատասխան վերաբերմունքը, որ ուղարկվեն այստեղից մասնագետներ, այդ մասնագետները այնտեղ դասավանդեն, ինչու շատ հետաքրքիր բաներ մատուցեն, որպեսզի մարդիկ հրապուրվեն եւ ավելի ընդգրկվեն։ Երբ ձեր ընտանիքը դուրս եկավ Գանձակից արդեն։ Դե 89 թվականին։ Այսինքն այնտեղ մնացել են մայրս եղբայրս ընտանիքով 88 թվականին քանի որ արդեն սկսեց այդ բոլոր իրադարձությունները ավելի ակտիվ ձևով նրանք դուրս եկան ուղղաթիռով թե ինքնաթիռով չեմ հիշում ուղղաթիռով ոնց որ թե բերեցին այստեղ արդեն բարեկային ժամներ ստիպված ես չեմ կարողացել նույնիսկ գնամ օթակայան եւ նրանք եկել են հասել են Երևան եւ մի քանի օր հետո արդեն երկրաշարժներ այսինքն այդ բոլոր այդ իրադարձությունները մեկը մյուսին գլորելով ուրեմն հետևելով այդպես էր եւ եղբայրս մնաց այնտեղ որպեսզի կարողանա գոնե մեր ունեցվածքի ասենք ինչ որ մի մասը տեղափոխի գոնե ասենք ինչ որ մի ձևով կարողանա տունը վաճառի որպեսզի գա այստեղ ինչ որ մի բան էլ այստեղ գտնի որ դրսում չմնան մի մասին հաջողվել է մյուս մասին չի հաջողվել դա այդպես ասենք մեզ ինչ որ կիսով չափով հաջողվել է մեր ընտանիքին իմ հորեղբոր ընտանիքին դա չի հաջողվել եկել են այստեղ ասենք 20 տարի ավել երևի մնացել են հանրակացարանում են ապրել եւ այդպիսի օրինակներ շատ կա այսօր դա շարունակվում է արդեն Արցախի բնակչության հետ այսինքն մենք դա պետք է մտածենք միշտ պետք է մտածենք վատի մասին որպեսզի լավը տեղի ունենա այսինքն մենք երբեք չենք մտածել որ ամրապնդենք մեր հայկական օջախները դա չի եղել եւ ես տեսել եմ դա իմ այսպես ասած կաշվի վրա եմ տեսել եւ այսօր դա պետք է մենք անենք այդ հայկական օջախների որոնք այսօր կան եւ Սովծովեապին Կրասնոդարում կան Ռոստովում կան ամբողջ աշխարհում բայց այն օջախները որը շատ մոտ են այնտեղ աշխատանքը պետք է լինի շատ սերտ կապի միջոցով այստեղ գնալ գալը ինչ է ընդամենը 50 րոպե Թռիչկա 50 րոպե ոչ ավել կամ Վրաստանում հասկանում ձեր ասածը մեր հաղորդման հյուրերի մեջ ես այսպես ինքս ինձ վիճակագրություն եմ արել կենսաբանները երկարակյացների մեջ են դուք այստեղ օրինաչափություն տեսնում եք դուք երբևէ դրա շուրջ մտածել եք եւ ինչպես է ձեր առօրյան անցնում դուք ինձ ասեցիք չգիտեմ գաղտնիքի կարգով որ այնուամենայնիվ ամենառավոտ տնական օղին իմացած տեղից օգտագործում եք երևի նոր բան չեմ բացահայտի Գիտեք ինչ, գալիս է մի, ասենք ժամանակաշրջան, մի տարիք է գալիս, մի շեմ է գալիս, որ արդեն դու պետք է մի քիչ քեզ սահմանափակես։ Սահմանափակես, այսինքն սնունդը պետք է սահմանափակվի։ Ես ունեմ ընկերներ, որոնք, ասենք ինչ-որ այդ հարցում շատ փնթի են կարելի ասել, ուշադիր չեն, պետք է նրբանկատ լինես այդ հարցերում հատկապես այսինքն քիչ ուտես մարդ ասենք 40 տարեկանից հետո երբ որ արդեն օրգանիզմը արդեն չի աճում դու պետք է սահմանափակես դու պետք է ուտես այնքան կալորիաներ դու պետք է
ուրեմն ներբեռնես, ինչքան դու ծախսում ես։ Այդպես պետք է լինի, թե չէ եթե դու ինչ որ ավելի շատ ես ներբեռնում, դու պարզաբար դու պետք է արդեն ավելորդ քաշը դա առաջի գործոնն է սրտանոթային հիվանդությունների նկատմամբ այո դա կարևոր դա է դա խմիչքի հետ կապված ես չեմ ասում դու չպետք է խմես ես շատ եմ սիրում լավ գինին բայց ասենք շատ երկու գավաթ երեք կա ասենք կա մի սովորություն որը ես երկար տարիներ արդեն հետևում եմ դրան ես ունեի աղիների հետ կապված մի ոչ շատ դուրեկան ինչ-որ բան ոչ դուրեկան լավ մի դենց երևույթներ, որոնք ոչ ակադեմիկոսներ, ոչ, չգիտեմ, պրոֆեսորներ չստանձնեցին բուժել եւ ասեցին հետդ պետք է տանես այն աշխարհ, ասեցի հետս այն աշխարհ ուրիշ բան եմ տանելու, սա չեմ տանելու։ Ինչ եք տանելու։ Ես դուք հետո կպատասխանեմ դրան, բայց ես որոշեցի, որ պետք է անպայման դա բուժվի։ Եվ դա բուժեցի արդեն ժողովրդական, այսպես ասած, բժշկության միջոցով ամեն առավոտ այն ժամանակ 3 ամիս անընդհատ ես թթեողի էի խմում 30-40 միլիլիտր չէի հարբում պարզադրայից հետո ճաշում էի նախաճաշում էի բայց այսօր ես դա շարունակում եմ շաբաթ կիրակի օրը առավոտյան անոթի փորի վրա այսինքն դեռ միջ նախաճաշը եւ դա ինձ օգնում է իմ անոթները մաքուր պահել սրտ ստամոքս աղիքային համակարգը ինչ որ էլի լավ զերծ խնդիրներից դա է կարևորը եւ քաղաքից ինչքան հնարավոր է շատ դուրս գալ մեր քաղաքը շատ է աղտոտված օդը չգիտեմ այդ շինարարությունը որը կատարվում է առանց ինչ որ համապատասխան հսկողության եւ այդ շինանյութի հետ կապված այդ փոշին այդ աղմուկը այդ ամեն ինչը տարածվում է եւ դա կարճացնում է մեր կյանքը բոլորի Շնորհակալություն ժամանակակարճ է իսկապես ձեր տեսակի մարդու հետ շփվելու հարցեր բարձրացնելու շատ կարճ շնորհակալ եմ որ եկաք Ես եմ շնորհակալ զրույցն օգտակար եղավ ովքեր որ լսում էին մեզ Հույսամ Ակտիվ եղեք լսեք մեզ հանրային ռադիոյի amradio.am կայքում դիտեք հաղորդումը բաժանորդագրվեք երկրորդ շնչառության YouTube-ի ալիքին գտեք մեզ TikTok-ում, Instagram-ում, Facebook-ում գրեք ձեզ ուզող հարցերի մասին մենք դրանց անպայման կանդրադառնանք հաջորդի առողջ ու երկար կյանք եմ մաղթում